Պարոն Թաթյան, ես մի քանի հարց ունեմ, խնդրեմ այսպես հարց տամ, որովհետեւ պատասխանը շատ բան է, հա, հարցին։ Նախ առաջինը այսպես կոչված անդրադների հետ կապված քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը Մովսես Փաշինյանին հարցրեց, ասեց բանը Արայր Միրզոյանը խոսել է անկլավների մասին, ասեք մի հատ հասկանանք ինչ տարածքներ եք տալու, որ իմանանք ոնց քվեարկել։ Փաշինյանը պատասխանեց, որ տարածքների մասին խոսքը թվարկելով, ասեց Բաքուդաղլու, Խեյրեմլի ու կանոնեց այստեղ։ Ասուլիսում այսօր հարցնում են, ասում են երրորդը Մուսե Տիգրանաշենն էր, որը չասեցիք եւ այլն, ինքը սուտ հանեց այս խոսակցությունը, թեև կա տեսակցությունը։ Հիմա հարց, դուք ինչ դիրքորոշում ունեք այդ այսպես կոչված անկլավների հետ կապված, առհասարակ ու Փաշինյանը զորացրեցում ասաց, որ մենք Արցախաշենի հարցն չենք կարող այդ հարցը փակել, ոնց որ Արցախաշենը մեր համար մեկ հարցն է, որ իրենց հետ վերադարձնենք։ Խնդրեմ ձեր դիրքորոշումը։ Ինձ համար անկլավների հարց գոյություն չունի, նման հարց չկա, իմ մեջ նման հարց կոդով, ամեն ինչով գոյություն չունի, իմ մեջ կա իմ երկրի անվտանգություն, իմ ժողովրդի անվտանգություն։ Ես այդ բոլոր վայրերում Տավուշի մարզի, Տիգրանաշենի բազմիցս եղել եմ։ Անգիր գիտեմ, այդտեղ ինչ է կատարվելու, եթե հանգարց իրականանա իշխանության այս ծրագիրը եւ այդ այսպես կոչված անկլավները Ադրբեջանը զբաղեցնի այդ վայրերը։ Մենք ունենալու ենք իրարից կտրված բնակավայրեր, ասենք Կայան բնակավայրը, որը ձեր ասած անկլավների մոտ է, ռիվ շենքերի sense մոտով է անցնում, կիսում է ամբողջությամբ։ Մենք ունենալու ենք գյուղեր, օրինակ Այգեհովիտ, Վազաշեն գնացող ճանապարհը փակվելու է ամբողջությամբ, լրիվ պետքա շրջանցող ճանապարհ գնա։ Մենք ունենալու ենք բարձունքներ, որոնք զբաղեցնելու է ադրբեջանական զինված ուժերը, վերահսկելու են մեր գյուղերը, առանց այդ թիրախիտակ են ավելի վերահսկելու են մարդկանց արոտավայրերը, մարդկանց վարելահողերը, խոթարքերը, տները մարդկանց, դպրոցները, ճանապարհները, այսինքն մենք անվտանգության տոտալ կոլապս ենք ունենալու, էլ չեմ խոսում գազի խողովակների մասին, ինտերնետի կապի մալուխներ, ստրատեգիական ամենակարևոր մեզ համար օբյեկտները։ Եվ ինքը եկել է այդ ինչի այդ խոսույթը անկլավային տանում եւ համեմատությունը Արցախաշենի հետ անում։ Այստեղ բացարձակ տեղի է ունենում խաբեություն ու կեղծիք։ Արցախաշենը ոչ ոք Արցախաշենից չի հրաժարվում։ Բայց եթե դու համեմատում ես անվտանգության առումով Արցախաշենը ու այս այն գյուղերը կամ այն տարածքները, որոնք մտադիր են օրինակ կամ խոսույթից էլ ակնհայտ երևում տալ Ադրբեջանին կամ որ գա Ադրբեջանը զբաղեցնի։ Սրանք բացարձակ անհամեմատելի են։ Հասկանում եք, այսինքն մենք պետք է տրամաբանությունը փոխենք։ Ինքը տեսեք ոնց է աշխատում։ Նիկոլ Փաշինյան, Արման Թաթոյան։ Նիկոլ Փաշինյանը ինչ ասում, ասում է անկլավ, տարածք, տանկ, համակերպվել, պարտություն, զիջել։ Ես ասում եմ անվտանգություն, պատասխան տալ, ժողովրդին պաշտպանել։ Ես ասում եմ հնարավորություն, սխալի ուղում, որ նկատի ունեմ նրանց սխալները, եւ լուծում, հարցը փակել։ Դրա համար ես ղեկավարում եմ անվտանգությունով, այ ինչ եմ ասում, ստե գիտելիք ունեցող մարդապետ, կարողություն, միջազգային դատական ատյաններով, միջազգային դիվանագիտությամբ, բոլոր կանոններով առաջինը անվտանգությունն է։ Եթե դու անվտանգություն չունեցար, չես ունենա ոչ մի բան, ու անվտանգությունը այն հիմքն է, այն տեղն է, որտեղից բռնվելով դու այդ հարցը լուծում ես։ Անկամ եթե կա կադաստրային փաստաթղթով հողատարածք, որը մերն է, թեև ուրիշ քարտեզով մերը կարողա չի, այդ արդեն մեր համար առավելություն է։ Այդ կադաստրային փաստաթուղթը մարդու հողի կամ ընդհանրապես մարդը թե քայլել է, ցանը արել, վարու ցանքը արել, չգիտեմ, անասուններ են այդտեղ արածում, երեխեքն են դպրոց գնում, սա արդեն հիմք է, որ մեր օգտին ծառայեցվի։ Հիմա եկեք Արցախաշենը անվտանգության առումով նայենք, ինչի է Ադրբեջանին ձեռնտու, այս խոսույթը, սա մաքուր ադրբեջանական խոսույթ է, ինչի է ձեռնտու։ Եկեք հլա, ես Ադրբեջանի տեղել եմ, կարող ասեմ մի 5 հատ էլ Արցախաշեն Ադրբեջանի մեջից եմ ձեզ տալի։ Եկեք նվեր, մենակ այդ տարածքները տվեք ինձ։
Ինչի, որովհետև անվտանգության առումով Արցախը հակառակը մեր համար է խնդիր առաջանալու անվտանգության առումով, որովհետև հիմա հենց է այդ հատվածը սենց շրջափակված։ Մեծ խնդիր է առաջանալու։ Իսկ Ադրբեջանը ձեր կարծիքով այդքան տարածք ունենալով, ինչի է այդ մեր փոքր տարածքներից այդպես կախվել։ Որտեվ բսկտելու է մեր անվտանգության համակարգը, որը ես արդեն ասացի։ Այսինքն պատասխանելով գալով վերջին ինձ համար անկլավների հարց գոյություն չունի։ Փակ է այդ թեման։ Ինձ համար կա իմ ժողովրդի անվտանգության հարց։ Ես չափանիշների, շահերի հիմքում դա եմ դնելու։ Տիգրանաշենի հետ կապված էլ ասեմ, Տիգրանաշենը մեր պատմականորեն մեր Հայաստանի Հանրապետության տարածքի մասնակազմել, ինքը մեր պատմական գյուղն է։ Ես դրա ստուգաբանություններ եմ տվել, դրա պատմություններ եմ նշել ժամանակին, ինքը մեր իսկական հայկական հողը, Տիգրանաշենը։ Եվ Տիգրանաշենի մոտով անցնող ճանապարհը մեր համար ստրատեգիական նշանակություն, ինքը մեծ Սյունիքը, մեր Վայոց ձորը, ամբողջը մեզ հետ կապող այն ողնաշարն է։ Այս իշխանությունը ասում է, դե ոչինչ, ճանապարհը անդեով կգծենք։ Այն Իվան Վասիլևիչ Մինյայետ պրոֆեսիու կինոն կա, ասում է, դա բոժը մոյ, ասում է, Զաբիրիցի, ասում է, ինչ տարածքները որ տալու, ասում է, Կիևսկա Վոլոս, չգիտեմ ինչ եւ այլն, Զաբիրիցի ասում է, բան, այդ ինչ են անում, որ իբր թե ոնց թե ամեն սանտիմետրի, ամեն միլիմետրի համար մենք կյանք ենք տվել, մեր զոհ ենք տվել։ Ժողովուրդ ջան, սրա ուզում եմ հատուկ ասել, մեր ժողովուրդը հանգարտ չնեղվի սրանից։ Այս սրա ձևերը բոլորը կան։ Մենք այս process-ները շատ հեշտ կարող ենք կանգնեցնել։ Սրանք այս իշխանության թողտվությամբ 0-ից աճած խոսույթներ են։ Սրանք երբեք չեն եղել միջազգային օրակարգերում, միջազգային դիվանագիտության մեջ չեն եղել։ Ես եղել եմ Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ տեղակալը։ Այն ժամանակ նաև դեռ գործեր կային, որոնք Արցախին էին վերաբերում։ Երբեք, բայց այս մյուսները մեր շահերի օգտին, բայց այս մյուսները երբեք չեն եղել։ Սրանց մասին ոչ ոք չի խոսել, սա 0-ից բարձրացված հարց է։ Եվ ում հարցն է, հոգով հանձնված մարդկանց քաղաքականության հարց է, որ ուզում են նաև մեզ էլ դարձնել հոգով հանձնված մարդիկ։